Վարչապետն անհասկանալի եւ անհիմն է անվանում ԵՀԿ-ի առաջարկությունները Մոսկվայի մեխանիզմի վերաբերյալ։ Իրակլի Կոբախիձեն պարզաբանեց փաստաթղթում նշված բոլոր կետերը։ Ընտրությունները թափանցիկության մասին օրենքը չեղյալ համարելու առաջարկը եւ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառումը սրանք են այն ոլորտները, որոնք քննարկվում են առաջարկություններում։ 24 երկիր կոչ է անում մեր երկրի կառավարությանը խստորեն կատարել առաջարկությունները, ասում է Իրակլի Կոբախիձեն։ Քաղաքական գործիչները կրկին արձագանքում են ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմի առաջարկություններին եւ 24 անդամ պետությունների համատեղ հայտարարությանը։ Ընդդիմությունը կիսում է այս կոչերը։ Վրացական երազանքը պարզաբանում է, որ զեկույցը պարունակում է լուրջ փաստական անճշտություններ եւ ընտրողական մեկնաբանություններ։ Նրանց խոսքով նրանք մտադիր չեն իրականացնել վերը նշված առաջարկությունները, քանի որ դրանք պարունակում են քաղաքական գնահատականներ եւ մանիպուլյացիաներ, որոնք նշանակում են հրաժարվել երկրի ինքնիշխանությունից։ Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումը Բրյուսելում օրակարգի առանցքայնում Վրաստանում ստեղծված քաղաքական իրավիճակն է։ Նախքան Եվրամիության արտգործնախարարների խորհրդի նիստի մեկնարկը Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ Վրաստանի կառավարությունը ճիշտ ուղղությամբ չի շարժվում եւ որ երկրում ստեղծված իրավիճակը դառնում է ավելի լուրջ։ Լիտվայի արտգործնախարարը նշեց, որ ստեղծված իրավիճակը վատթարացում է ավելի մտահոգիչ է։ Իսկ Ռումինիայի արտգործնախարարը նշեց, որ Վրաստանը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի ժողովրդավարության, ժողովրդական ինստիտուտների եւ գործընթացի պաշտպանությունը ապահովելու համար։ Բուդապեշտը այլ դիրքորոշում ունի։ Վիկտոր Սոյարտոն ասում է, որ Վրաստանի կառավարությունը կարող է ամեն ինչում հույսը դնել Հունգարիայի վրա եւ որ Հունգարիան հարգում է վրացական իշխանությունների հայրենասիրական քաղաքականությունը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Բելոռուսի փոխվարչապետ Յուրի Շուլեյկոյի հետ։ Վրաստանի կառավարության հայտարարած տվյալներով անձնական հանդիպման ժամանակ քննարկվել են Բելոռուս-Վրաստան հարաբերությունները եւ ապագա համագործակցությունը։ Քննարկվել են երկկողմ գործընկերության արդիական հարցեր, այդ թվում առևտրատնտեսական ոլորտում։ Ընդգծվել է Վրաստանի դերը որպես անվտանգ երկիր կայուն, կանխատեսելի եւ ներդրողների համար բարենպաստ միջավայր ստեղծելու առումով, ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։ Լելոյի նախաձեռնությունը քաղաքական սպեկտրի քննարկման առանցքայնում է, նախատեսվում է բանակցություններ սկսել վրացական երազանքի եւ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողների մեծամասնության աջակցությունը ստացած ընդդիմադիր կուսակցությունների միջև։ Կուսակցությունը առաջնորդներից ներկայիս ճգնաժամի լուծումը տեսնում են ազատ, նոր եւ արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համաձայնագրի եւ քաղբանտարկյալների ազատ արձակման մեջ։ Նախաձեռնության վերաբերյալ ֆեդերալիստներ կուսակցության առաջնորդ Թամար Չորգոլեիշվիլին սոցիալական ցանցում գրում է. Ռեժիմի հետ բանակցությունները անպայման կսկսվեն, բայց դրանք կսկսվեն իշխանության փոխանցման, այլ ոչ թե ռեժիմը փրկելու շուրջ։ Իսկ Ախալի կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամյան գրում է. «Դադարեցրեք փորձել կանչել Շարլ Միշելի հոգին, ափսե պտտելով, բարեկամներ, նա դեռ չի գալու»։ Ընդդիմության մյուս թիմը այլ կարծիք ունի։ Վրացական երազանքի տվյալներով Լելոն փորձում է շտկել սխալմամբ ձեռնարկված քայլերը։ Ռոմեո Միքաուտաձեն դատապարտվեց 10 տարի ազատազրկման, էկոնոմիկայի նախկին փոխնախարարը նաև արգելվեց 2 տարի պաշտոն զբաղեցնել պետական գանձարանում։ Միքաուտաձեն ինքը չի մասնակցել դատավճիռի հրապարակմանը։ Դատարանի որոշման համաձայն Ռոմեո Միքաուտաձեն կզրկվի իր ունեցվածքից Իսպանիայում 120 քառակուսի մետր բնակարանից, Ծերովանիում ունեցած առանձնատնից, տրանսպորտային միջոցներից, Նախիդուրի հիդրոէլեկտրակայանի 15% բաժնեմասից եւ խուզարկության արդյունքում առևանգված իրերից, այդ թվում թանկարժեք ժամացույցներ, ոսկե ծուլակտրոններից եւ մետաղադրամներից։ Հնարավոր է արդյոք հիջեցնել առաջնային սպառման սննդամթերքի գները։ Այս հարցին պատասխան ստանալու համար խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովը այսօր լսել է խոշոր ցանցերի շուկաների ներկայացուցիչներին։ Այսօրվա նիստին ավարտվեց օրենսդիր մարմնում սննդամթերքի գնային շուկայի ուսումնասիրությամբ։ Carrefour, Nicora, Two Strips եւ
Daily Group-ի ներկայացուցիչների խոսքով սննդամթերքի գները միայն իրենց համար չեն ֆիքսված եւ վերջնական գինը սահմանելու գործընթացը բազմաբաղադրիչ է։ Նրանք հաստատեցին այսպես կոչված քեշբեքի գոյությունը սեփական ցանցերում, սակայն նշեցին, որ տարբեր ապրանքների մարքեթինգային ծառայությունների համար կա տարբեր տոկոսներ։ Ֆերմերների պարամետրերը բարելավվեցին խոսքը արտահանման, տեղական շուկայի զարգացման եւ գյուղատնտեսության արտադրանքի ինքնաբավության մասին է։ Ստեղծվել է Galten-Taggart գյուղատնտեսության զարգացման նոր ինդեքս։ Փաստաթուղթը նպատակ ունի գնահատել ոլորտի զարգացումը մեկ ցուցանիշի միջոցով։ Սա թույլ է տալիս ավելի համակարգված գնահատել գյուղատնտեսության վիճակը, բացահայտել ոլորտի հիմնական միտումները եւ զարգացման ներուժը։ Ղիբուլիում աշխատում են երկրաբանները, մասնագետների խոսքով աղետի ակունքները կայունացել են, չնայած գործընթացը ինքնին դեռևս ակտիվ է դեպի գետի հունը։ Երկրբանների խոսքով շարունակվում է աշխատել Քորսեբի գյուղում, անձրևների պատճառով անօդաչու թռչող սարքերի աշխատանքը դադարեցվել է։ Երկրաբանների նախնական եզրակացությունը կհրապարակվի այս շաբաթվա վերջին։ Իսրայելը նոր հարձակումների ալիք է սկսում Իրանի վրա։ Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով հարձակումներ են իրականացվել Թեհրանի, Շիրազի եւ Թավրիզի վրա։ Իսրայելի զինվորականների տվյալներով հարվածները ուղղված են իրանական ռեժիմի ենթակառուցվածքներին։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնում են, որ հայտնաբերել են Իրանից բալիստիկ հրթիռի նոր արձակում։ Իսրայելը շարունակում է հարվածները հարավային Լիբանանի վրա։ Պաշտպանության ուժերի տվյալներով բուֆերային գոտին պետք է ընդլայնվի։ Գործունեությունը ներառում է ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացում եւ տարածաշրջանում գործող զինվորների վերացում։ Միաժամանակ Իսրայելը շարունակում է իր ռազմական գործողությունները Իրանում եւ հայտարարում է, որ ռեժիմը շարունակում է թուլանալ։ Թեհրանում եւ նրա շրջակայքում պայթյուններ են սկսվել։ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում 7 երկրների հետ Հուրմուզի նեղուցը անվտանգ պահելու համար, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ասել է, որ Չինաստանը իր նավթի մոտ 90%-ը ստանում է Հուրմուզի նեղուցով։ Թրամփը նաև ասել է, որ նավթից կախված Պարսից ծոցի երկրները պատասխանատվություն ունեն պաշտպանելու նեղուցը։ Թրամփը նաև նշել է, որ եթե մյուս երկրները չգործեն, դա կարող է ավելի վատ անդրադառնալ ՆԱՏՕ-ի ապագայի վրա։ Նախագահը ասել է, որ Վաշինգտոնը կապի մեջ է Իրանի հետ, բայց կասկածում է Թեհրանը պատրաստ կլինի լուրջ բանակցություններ սկսելու թե ոչ։ Ջյուդոյի հավաքականը պատրաստվում է մեծ սաղավարտին։ Առավոտյան ջյուդոյի ակադեմիայում անցկացվել է բաց մարզում։ Թբիլիսի մրցաշարը կհյուրընկալի մարտի 20-ից 22-ը։ Մեծ սաղավարտին կմասնակցի 54 երկրի ավելի քան 400 մարզիկ։